Քյա Ռոման, պրոստը իրան ասա, որ փող է տալու, որ կալու շահակրկրկի։ Գնա ավտոմետ, հորա սրանովի մետ մի խոսա, էլի տենց բաներ։ Մենք սովոր ենք, որ միշտ իշխանությունն է բաժանում կաշառքը, այս անգամ ընդդիմությունը բաժանեց այդ կաշառքները, եւ այո, արդյունք ունեցավ դա։ Տելևիզիոնին է բդեան հորտի։ Քո հորտի։ Ահա։ Հորտը չէ ուզածը։ Եթե 17 թվականի ընտրակաշառք 10000 դրամ էր, ապա հիմա ընտրակաշառքի սակագները շատ ավելի բարձր են, տենց 100,000 դրամի, երբեմն էլ ավելի բարձր թվերի մասին ենք խոսում։ Դաշրիկ տապորով կուտե, մամին գբաժնեն, մեգին, ոչ թե ծենը 10,000, 15,000, 30-40,000։ Տոշա, 50,000։ սա դաշիրը կերեցել, տո իշկան պետք է։ Մարդը պետք է իմանա, եթե ինքը կաշառք է տալիս կամ կաշառք է վերցնում, 7-ից 10 տարի հայտնվելու է բանտում։ Ու հետո համաներում չի լինելու։ Ու իր կյանքի կորած տարիներն են դրանք նելու։ Շատ որ դու իմ գելողը հաշիվով տելեպրձել ես։ Սաղը Հասան մի ար։ Աստեղ ես մե 30 միլիոն փող կա։ Վերետ, ոնների միջից հետեն փողը։ 125 քրեականը վարույթ, 227 ձերբակալված, 248 մեղադրյալ եւ արդեն 90 անձի վերաբերյալ գործ դատարանում։ Այս թվերը Հայաստանում բաժանված ընտրակաշառքի մասին են պատմում միայն հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ 4 ամիսներին բացահայտած, բայց այս թվերը ամենանցնող օր ավելանում են, քանի որ չնայած ընտրություններն ավարտվել են, բայց բացահայտումները ոչ։ Այս թվերին գումարվում են նաեւ քննչական կոմիտեի տվյալները՝ 46 քրեականը վարույթ եւ 112 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում։ Գործերը վերաբերում են ընտրակաշառք ստանալուն եւ տալուն, ինչպես նաեւ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին։ Արդեն 8 քրեական վարույթ 14 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դատախազությունն էլ ամփոփում է ընտրական հանցագործությունների 17 գործ 60 մեղադրյալով արդեն դատարանում է։ Հասկանալի է, չէ՞, որ ոչ բոլորին են, որ ձերբակալել են, ոչ բոլոր դեպքերն են, որ բացահայտվել։ Մենք չգիտենք իրականում ինչ ծավալների էր հասնում այդ ձայների գնումը, մարդկանց գնումը եւ մարդկանց վաճառքը։ Ընտրակաշառքը բավականին մեծ ազդեցություն ունի, մենք տարբեր ձևերով փորձել ենք քանակական հաշվարկ անել։ Դա շատ մոտավոր հաշվարկ է, բայց երկու ձև կա, մեկը սոցիոլոգներն են մեզ առաջարկել, հիմք ընդունելով նաև այլ երկրների, այդ թվում օրինակ Մոլդովայի փորձը։ Ըստ այս մեթոդի ընտրություններից առաջ հարցումներին մասնակցելուց հրաժարվողների թվի աճը ընտրակաշառքի հնարավոր ինդիկատոր է։ Հայաստանում եւս նման միտում կար։ Այդ մեխանիզմով մենք տեսնում ենք պլյուս-մինուս հանրության 5%, որը գալիս է էլեկտորատի մոտավորապես 8-9%։ Մյուս մեթոդը դա փորձել քանակական հաշվարկ անել, թե ինչքան է խտությունը ընտրակաշառքի սխեմաներում ներգրաված անձանց եւ ամեն անձը քանի ընտրող է իր հետևից տանում։ Այդ սխեմայով էլ մոտավորապես տանում ենք 100-ից 150,000 թիվը։ Բայց սա միայն ընտրակաշառքի մասին է, մինչդեռ այս ընտրությունների վրա ազդեցությունները տարբեր կողմից էին։ Սահմանային անցակետերում ստեղծված խնդիրներից մինչև արտերկրից Հայաստան տեղափոխված ընտրողներ։ Այս դինամիկան պետք է կասեցնել։ Ընդդիմությունը պետք է բացարձակապես այլ խնդիրներով զբաղվի, ոչ թե կաշառք բաժանելով իր ներկայացվածությունն ապահովելու համար։ Կարևոր չէ, թե ով կանցնի խորհրդարան, կարևոր է, որ ազնիվ ճանապարհով անցնի, իսկ դա նշանակում է այսօր նոր նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները դեռ 3 պետք է նախաձեռնված լինեին, համակարծիք են փորձագետները։ Այդ փոփոխությունները այնքանով են ուշացած, որ այդ տիտղոսային ընդդիմությունը արդեն խորհրդարանում է ուսամետ, իրենք լինելու են խորհրդարանում եւ մենք պետք է դրա հետ ապրենք մոտակա 5 տարվա ընթացքում առնվազն մինչեւ 31-ը։ Օրինակ մեր օրենսդրությամբ, ես դա խոսել եմ մասնագետների հետ, միայն մյուս տարվա փետրվար ամսին մենք կարող ենք իմանալ, թե որ քաղաքական ուժը ինչքան է ծախսել եւ որտեղից են այդ գումարները եկել։ Իսկ ճիշտ կլիներ, որպեսզի մենք դա իմանայինք միջև ընտրությունները, որովհետեւ դա այդ դեպքում ընտրությունների արդյունքի վրա կունենար իր ազդեցությունը։ Հիմա փետրվարին նույնիսկ եթե Ռուսաստանից օրինակ նույն ուժեղ Հայաստանը միլիոնավոր դոլարներ է ստացել, հա, դա արդեն ոչ մի բան չի փոխելու։ Նրանք այսպիսի պարզագույն բացեր կան, որոնք պետք է ուղղվեն, սա ուղղակի մեկն եմ ես ասում։ Մենք ունենք կուսակցություններ, որոնք ընդհանրապես ոչ մի հաշվետվություն չեն ներկայացրել։ Հիմա փետրվարին որ ներկայացնեն, ինչ է դրանից փոխվելու 27 թվականին։ Ընդհանրապես պետք է լինի այնպիսի օրենսդրություն, որը թույլ չի տալիս ընտրակաշառք բաժանող ուժերի գրանցումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինակ ունի ընտրակաշարքի հիմքով կուսակցության կամ դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու լիազորություն։ Ընդ որում այդ լիազորությունը ամրագրված է սահմանադրությամբ, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան քրեական արդարադատության ոլորտը կարգավորող մի շարք նորմեր։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձում է իրան մի քիչ տենց իզոլացնել, ինչը ստիպում է տարբեր մարմիններին խոսել նրանից, որ պետքա օրենսդրությամբ այս հատվածները հստակեցնել։ Եվ սա կարծում ենք, որ կարևոր քննարկման ուղղություն է, որը դեռևս նախագիծ որպես այդպեսին չի, բայց քննարկման ուղղություն է, որի մասով կարծես թե հակակոռուպցիոն կոմիտեն էլ է համակարծիք։ Ինչն ու ինչպես է փոխվելու, որ ընտրողի ձայնը էլ վաճառքի առարկա չդառնա, ընտրելու իրավունքն էլ չհաշվարկվի գլխաքանակով։ Օրինակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ ընտրակաշարք տալու համար նախատեսված պատիժը 8-ից կդառնա մինչև 10 տարի, իսկ ընտրակաշարք վերցնողը 7-ի փոխարեն կպատժվի մինչև 9 տարվա ազատազրկմամբ։ Օրենսդրական այս փոփոխությունները նախատեսում են քննարկել ու ընդունել ազգային ժողովի գործող արտահերտ նիստում։ Պետք է անել այնպես, որպեսզի որևէ ֆինանսական հոսք չլինի զարտողի ճանապարհով, չհայտնվի քաղաքական դաշտում։ Կենտրոնական բանկը դրա համար բոլոր գործիքակազմը ունի։ Պետք է անել այնպես, որպեսզի ցանկացած լումա, որը ծախսվում է նախընտրական կամպանիայի ժամանակ եւ ընտրությունների ժամանակ, լինի բաց։ Խստացումներից մինչև ուղիղ սահմանափակումներ, քննարկումների շրջանակն է Յոհաննիսյանը ներկայացնում, դրանցից մեկն օրինակ Մարդուն, որ մեղավոր ճանաչեն, օրինակ ընտրակաշարք տալու համար, բացի ազատազրկումից մինչև 8 տարի, ինքը նաև որոշակի ժամկետով զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից, եւ այդ ժամկետը կարող է բավական երկար լինի։ Բայց որպեսզի պայքարն ավելի արդյունավետ լինի, կարևոր է պատասխանատվության ենթարկել ոչ միայն ընտրակաշարք տվողներին ու վերցնողներին, այլև այդ գործընթացներից քաղաքական օգուտ ստացած ուժերին։ Եթե դա զանգվածային բնույթ է կրում, այնպես ինչպես կրել է այժմ որոշ կուսակցությունների դեպքում, այստեղ ակնհայտ է, որ սա կուսակցությունն է կազմակերպել։ Բա ով պիտի կազմակերպեր։ Դա ենթադրում է, որ կուսակցության համար պետք է հետևանքներ վրա հասնեն։ Ցանկացած քաղաքական ուժ Հայաստանի Հանրապետությունում, որը հետապնդում է, սպասարկում է այլ երկրների շահերը, ես հատուկ եմ ասում այլ երկրի, պարտադիր չէ Ռուսաստան, պետք է իրավունք չունենա մասնակցի ընտրություններին։ Այդ մասին ոչ թե ընտրություններից հետո, այլ շատ ու շատ առաջ էր Հանրապետություն կուսակցությունն օրինակ բարձրաձայնում, կուսակցությունից Անահիտ Ադամյանն է շեշտում, հիշեցնելով նաև կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմեցին։ Անվավեր ճանաչելու համար ուժեղ Հայաստանի գրանցումը։ Գիտեք, մեզ համար դա տրամաբանական քայլ էր, որովհետև համարյա 1 տարի երբ հայտ էր եկել ուժեղ Հայաստանը, մենք ահազանգում էինք, որ այս կուսակցությունը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում։ Այս կուսակցությունը շատ գեր բոլոր օրենքները խախտող գովազդի վրա գումարներ է ծախսում։ Այս կուսակցությունը բացում է գրասենյակներ, որտեղ աշխատանքի են ընդունվում աշխատանքային բովանդակություն չունեցող մարդիկ, այսինքն դա արդեն իսկ ընտրակաշարք է բաժանվում։ Հիմա էլ կուսակցությունը միանալով ընտրակաշարքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխություններին առաջարկում է նաև քաղաքական պատասխանատվության մեխանիզմներ։ Մասնավորապես կուսակցությունն առաջարկում է օրինակ լուծարել ընտրակաշարք բաժանած քաղաքական ուժերը, իսկ դրանց ցուցակների առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։ Միջև ընտրությունները ինձ թվում է շատերը չէին պատկերացնում, որ ընտրակաշարքի ծավալները կլինեն այսպիսին, որ ընտրակաշարք կլինի արդյունավետ եւ չէին պատկերացնում, որ ընտրակաշարքի բացահայտման այսպիսի ծավալներ կլինեին։ Եթե դուք ինձ հարցնեք սրանից կես տարի առաջ, արդյոք հնարավոր է, որ հակակոռուպցիոն կոմիտեն կարողանա 250-300 հոգու մեղադրանք ներկայացնի ընտրակաշարքի գործով, ես կասեի, որ դա ֆանտաստիկ թիվ է, բայց հակակոռուպցիոն կոմիտեն էլի պատիվ իրենց շատ ուժեղ գերագնահատեցին մեր սպասելիքները եւ շատ էֆեկտիվ գործեցին։ Որտեւ եթե իրավապահները նույնիսկ եթե ընտրակաշարքը լիներ զանգվածային, բայց իրավապահները գտնեին մի քանի հատուկեն դեպք, դա այսպիսի խոսակցության տեղ չէր տա, որտեւ մի քանի հատուկեն դեպքով չես կարող եզրակացություններ անես ամբողջ կուսակցության մասով։ Ընտրակաշարքի դեպքերի բացահայտումը այսպիսի ծավալներով խոսում է դրանց էլ ավելի շատ լինելու մասին։ Բանն այն է, որ ընտրակաշարքը համարվում է լատենտային, թաքնված հանցագործություն, քանի որ այստեղ տուժող կողմ չկա։ Բոլոր մասնակիցները շահագրգռված են, որ այն չբացահայտվի։ Եվ այն, որ մի քանի 100 հոգու մասով բացահայտվել է, դա շատ մեծ հաջողություն է իրավապահների, բայց դա նշանակում է, որ իրական ծավալները տասնյակ հազարները անցնում են հաստատ։
Անահիտ Ադամյանի խոսքով 2026-ի ընտրություններում հնարավոր հարձակումներն անակնկալ չէին, սակայն դրանց մասշտաբները, կարծում է, նույնիսկ իշխանության համար էին դժվար կանխատեսելի։ Ռուսաստանի Դաշնությունը հասկացավ, որ սա իր վերջին հնարավորությունն է, կրակեց բոլոր փամփուշտները, խփեց բոլոր հնարավոր ու անհնար թիրախներին ու հասավ որոշակի հաջողության։ Իր ծրագիր մինիմումը համենայն դեպս կատարեց։ Փառք ու պատիվ բոլոր ընտրողներին, մենք պահեցինք մեր ինքնիշխանությունը։ Փորձագետները հաջորդ բոլոր ընտրությունների համար մյուս կարևոր օրենսդրական փոփոխությունը, որն արդեն որպես նախագիծ շրջանառության մեջ է, բնակության ցենզի սահմանումն են համարում։ Մարդը չպետք է օրինակ 5 կամ 10 տարի ապրի Կանադայում կամ Ռուսաստանում կամ Գլենդելում եւ հետո գա իմ ճակատագիրը, իմ երեխայի ճակատագիրը որոշի։ Դա արդար չէ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես եւ վաղը մենք ենք այդ ամենի տակից դուրս գալու այդ իշխանությունից, այդ անդիմությունից։ Բայց ես կարծում եմ, որ բացի զուտ ժամկետից մենք պետք է նաեւ ամրագրենք որոշակի այլ չափանիշներ։ Օրինակ, մարդ կարող է Հայաստանում չի ապրում, բայց այլ երկրում Հայաստանի առևտրային ինչ որ կազմակերպության առևտրային ներկայացուցիչ է։ Եվ ինքը հարկեր է վճարում Հայաստանում, հա? Եվ հետեւաբար հարկեր վճարելը պետք է եւս դիտվի որպես քվեարկելու իրավունք տվող բան։ Դե հարևանը 700,000-ով ասացիք ծախման լավ կովա։ Էդի 600-ով կտա։ Չի ասма չէ, այդ քանով աս։ Վերադառնալով ընտրակաշարքին ու դրա հերքումներին։ Դեվիլ չենք։ Ով է 700,000-ով կովը պետք է կակ մինիմում անգլերենով խոսա։ Ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ, չի եղել ոչ մի դեպք։ Բայց ձայնագրությունները ասա։ Թե ձայնագրությունները ինչ որ բաներ կոնտեքստից կտրում են։ Տվել են Ղազինյան դավում, տվել այս Արմանին, այդ 1,400,000-ը, ասելա տար շտաբի համար, որ գնան մարդկանց մի քիչ փող խոստանան, որ բան, կաշառք բաժանեն։ Հա, ասախտերը գրանցում են, այս միտաշի սպիցաների վեն գրանցում է, 200-ից 300,000 փող ամիս։ Որտեղ բերան մինչև 50,000 մեծերի փող է միտաշի։ Մեղոդին 50,000։ Նադմ բրազի մեջ կումորը դազնագրերի սերիան շուտը մնձի սա էլի։ Օր հանգարց կզանգեն կհարցնեն, համարներն է դիտամ սանվել կարող է։ Բացառվածա գումար որց է մեկը տա։ Դրա մոտ ինքը կապում։ Ես Արմենի, խնդրեմ ասեմ։ Բախին գեյ զուսեկը բրգավ, տա բրգը շատ է տալի։ Հա։ Բրգը ինչքան է տալի։ Դվայնոր։ Հա։ Արադի կոմալից բգորդելի։ Շիլից կականով։ Դեսի մի հատ կարթ է էլի, հեռախոսով կասեմ։ Ինչին ես գրել։ Դե չեմ կարող հեռախոսով ասեմ։ Դա։ Այսպես յուրաքանչյուր ձայնագրություն ունի իր պատմությունը, իրական մարդիկ, իրական անուններ, իրական ձայներ, որոնք հնարավոր է նույնականացնել։ Ու եթե այս ամենը չլիներ իրական, արդյոք այդ մարդիկ հիմա տարբեր լրատվամիջոցների հարցազրույց տալիս չէին լինի, հարցնում են փորձագետները, ընդգծում կով ու հավից մինչև 100,000-ներ, ամեն օր նոր ձայնագրությունների ֆոնին ընտրակաշարք բաժանելը, հերքելը, տրագեդիան դարձնում է տրագիկոմեդիա։ Միասին կարող ենք սաղի մաման չենք կարող չի կարանք Իրինամ Կրչյան, Սերյան Անտոնյան, Կարեն Բաղդասարյան, Կիրակ Նորյալ լուրեր։